Իրավապահները խուզարկել են Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը, ինչ գործի շրջանակում է իրականացվել գործողությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Կազդեն արդյոք այս որոշումները վերջնական արդյունքների վրա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կտրուկ քննադատել է ԿԸՀ-ի որոշումը, ինչու է կուսակցությունը պատրաստվում բողոքարկել այն։ Նիկոլ Փաշինյանը արձակուրդից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, ինչ է ասել ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Ուժեղ կարկուտն ու անձրևը լուրջ վնասներ են հասցրել Գյումրիում, ինչ վնասներ են կրել բնակիչները։ ԱՄՆ-ն ու Իրանը մոտենում են կարևոր համաձայնության, կնստեն կողմերը բանակցությունների սեղանի շուրջ առաջիկա օրերին։ Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է։ Եվ այսպես, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել խորհրդարանական ընտրությունում ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը։ Նրա բնակարանը իրավապահները վաղ առավոտից խուզարկում էին։ Առավոտ շուտ ընտրագողություն իրականացնելուց հետո այս իշխանությունները բանը գործը թողած հիմա էլ եկել են մեր բնակարանը խուզարկելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ովքեր եք։ Մի րոպե մի մտեք մեր բնակարան։ Մենք դատարանի որոշում ունենք։ Հասկանալի է, ցույց տվեք։ Կատարելու համար դուք հիմա Հասկանալի է։ Ես չեմ խոչընդոտում։ Ես չգիտեմ դուք ով եք։ Ցույց տվեք, ձեր փաստաթուղթը ցույց տվեք։ Կոմիտեի աշխատակիցն եմ Գևորգյան։ Հարգելի Գևորգյան, թույլտվություն ունեմ, խնդրում անջատել։ թույլտվությունը ցույց տվեք եւ մտեք մեր բնակարան։ Ես գիշասում դուք այս բանի Թույլտվությունը ծանուցագիրը ցույց տվեք։ Մի րոպե հլը, մի րոպե։ Ծանուցագիրը ցույց տվեք, նոր մտեք մեր բնակարան։ Ցույց տվեք որոշումը, նոր մտեք մեր։ Խուզարկությունից հետո Մանուկյանին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործողությունները կատարվել են քրեական վարույթի շրջանակում, որը կապված է լրտեսության և պետական դավաճանության հայտնի գործի հետ։ Մինչ իրավապահները շարունակում են քննչական գործողությունները, ընտրությունից հետո նոր զարգացումներ կան նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Նուբարաշեն վարչական շրջանի 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով արձանագրված խախտումները կարող են ազդել վերջնական արդյունքների վրա, ուստի նյութերն ուղարկել են դատախազություն։ Հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, թիվ 10 ընտրատասկի ընտրական հանձնաժողովը, թիվ 10 կոտորակ 51 տեղամասի ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի գրառման ուսումնասիրության արդյունքում հանգել է հետևյալ եզրահանգման։ Թիվ 41 և 42 պայմանական համարակալումը կրող գրառումների կապակցությամբ, որոնք վերաբերում են ժամը 20:00-ից հետո տեղամասում զինվորների ներկայությանը և քվեարկության գործընթացը շարունակելուն, հայտնում ենք, որ թիվ 10 կոտորակ 51 տեղամասի ընտրական հանձնաժողովի զրույցից պարզվել է, որ զինվորները տեղամաս են գործել մինչև ժամը 20:00-ն, հետևաբար նրանց ընտրելու իրավունք թույլատրվել է իրականացնել ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, այն է տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ քվեարկության օրը ժամը 20:00-ին հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մոտ քվեարկության սենյակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը խիստ քննադատել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանի խոսքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել հենց այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր զգալի աջակցություն։ Կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել ԿԸՀ-ի որոշումը։
Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար եւ թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ, եւ կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։ Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը, ազատորեն արտահայտված կամքը։ Ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման թեմային արձագանքել է նաև Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը որոշումը գնահատել է քաղաքական միջամտություն։ Իրականում ինչ տեղի ունեցավ, որքան փորձեցին գողանալ քվեները, սխալ գրանցել, որպեսզի երրորդ ընդդիմադիր ուժը խորհրդարան չացնի, վերջնահաշվարկի արդյունքում Բարգավաճ Հայաստանի ձայները բավարարային, որպեսզի անցներ խորհրդարան։ Տեսնելով, որ այս ճանապարհով այլևս հնարավորություն չկա կանխարգելելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու տեղամասերում, որտեղ Բարգավաճ Հայաստանը ուներ 200-ից ավելի քվեներ, այդ տեղամասերի արդյունքները ճանաչեց անվավել։ Պատկերացրեք ժողովուրդ, եթե օրը ցերեկով բոլորի աչքի առջև այս մասշտաբի խուժանություն են անում, ընդհանրապես այս ընթացքում ինչեր են սրանք արել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ հանձնաժողովի կազմը պարզապես հանցագործներ են ԿՊ-ի համար գործիք այս խայտարակությունը, ապօրինությունը եւ կեղծիքը իրականացնելու համար։ Կարծում եմ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է դատապարտող եւ համապատասխան հայտարարությամբ հանդես գան։ Մենք խոսենք նաև մեր գործընկեր ուժերի հետ այս հերթական եւ խայտառակ ապօրինության դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Սա է ժողովրդավարության մասին խոսող իշխանությունը։ Նիկոլը, որ ասում էր ես ձեռքս կկտրեմ, բայց ժողովրդի քվեին ձեռք չեմ տա, հիմա ինչքան վերջույթ ունի, պետքա հեռացնի, որովհետեւ ինքը ոչ միայն եւ իր թիմը, իր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ միայն հայրենիքի գող են, այլ նաեւ քվեի գող են, մանդատի գող են եւ օրը ցերեկով 5 մանդատ երրորդ ընդդիմադիր ուժին այս ապօրինությամբ փորձում են թույլ չտալ, որպեսզի մտնի խորհրդարան, որ կարողանան իրենց ապօրինությունները, հանցագործությունները եւ հայրենադավությունը շարունակեն։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքը հայտարարում է, որ պատրաստվում է պահանջել ընտրության նախնական արդյունքների վերանայումը։ Դաշինքի առաջնորդ Նարեկ Կարապետյանը չի բացառում նաև սահմանադրական դատարան դիմելու տարբերակը։ Սիրելի հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ եւ հարյուրավոր ընտրատեղամասերում եղել են վերանայման արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներն ուղղորդված ստանում ընտրությունների։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես է պետական կառավարման մարմինների աշխատակիցներն ուղղորդում, որպեսզի քվեարկեն ԿՊ-ի օգտին։ Այս ամենը հաշվի առնելով, վաղը մենք դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները եւ ԿՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ԿՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ԿՊ-ն ամենաթույլ մեծամասնությունը կորցրած 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, անգամ այսքան խախտումներից հետո 3/5 չունեցող ուժ է եւ չի կարող Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորտ, որպեսզի վերանայվի արդյունքները։ Ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման թեմային անդրադարձել է նաև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նրա գնահատմամբ ստեղծվել է անորոշ իրավիճակ, քանի որ ԲՀԿ-ի ստացած ձայների կրճատումը կարող է ազդել կուսակցության ընտրական շեմը հաղթահարելու հարցի վրա։ Իրականում օրենքը սա հստակ կարգավորում է։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը միարժեք սահմանում է հետևյալը, որ եթե խախտումների արդյունքում հնարավոր չէ որոշել ընտրության իրական արդյունքը,
կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է, ոչ թե կարող է, պարտավոր է տվյալ տեղամասերում մեկ շաբաթվա ընթացքում նոր քվեարկություն նշանակել։ Այլապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս պարտավոր է ամբողջապես չեղարկել ընտրությունների արդյունքները ողջ հանրապետությունում։ Ուստի այս իրավիճակում ես կոչ եմ անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրատապ կարգով մեկ շաբաթվա ընթացքում հայտարարել տվյալ տեղամասերում նոր քվեարկության մասին։ Այլապես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները պետք է եւս հրատապ դիմեն վարչական դատարան, պահանջեն չեղարկել ընտրությունները ամբողջ հանրապետության տարածքում։ Սա այն հստակ ալգորիթմն է, որը հնարավորություն կտա այս անորոշությունից դուրս գալ եւ վերականգնել մեր բոլորի ընտրական իրավունքը։ Երեկ կայացել է Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ իր աջակիցների հերթական դատական նիստը։ Դատական նիստից հետո Սրբազանը հայտարարել է, որ Հայաստանի դատարաններից արդար եւ անաչառ դատաքննություն չի ակնկալում։ Նա նշել է, որ Հայաստանում ոչ արդար դատարան կա, ոչ էլ արդար դատավոր։ Այն ինչ որ ներկայացնում որպես ապացույց, որևէ առնչություն չունի ապացույց լինելու հետ։ Այսօր ներկայացրել են այսպես կոչված զենք զինամթերքներ, օրինակ, որը բացարձակ առնչություն չունի գործի հետ։ Բացարձակ եւ տեսակ մեղադրողները տևապես խուսափում էին կոնկրետանալու, որոշակի անալու եւ որոշակի պատասխան տալ։ Մինչ այդ ներկայացնում էին մեզ, երբ հարցեր էին տալիս, ասելով որ կգան որոշակիացնելու փուլը եւ դրա պատասխանները կտան։ Հիմա եկել են որոշակիացնելու փուլը, ասում են չէ, սպասեն գնան գեզրակացության։ Ռուսաստանի վերահսկող մարմինները հայտարարում են, որ այսօրվանից սահմանափակում են Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ապրանքների ներմուծումն ու տարանցումը։ Պատճառաբանությունն այն է, որ հայկական արտադրանքում շարունակաբար հայտնաբերում են վնասատուներ եւ կարանտինային օբյեկտներ։ Ծառայությունը փուլ առ փուլ սկսած ընթացիկ տարվա մայիսից սահմանափակում էր կարանտինային հսկողության ենթակա հայաստանյան արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը եւ հայկական կողմին տեղեկացնում մատակարարման խախտումների մասին, սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են։ Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի անբավարար վերահսկողության մասին եւ անվստահություն է առաջացնում բուսասանիտարական սերտիֆիկացման համակարգի նկատմամբ։ Բույսերի կարանտինի եւ պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգում է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը։ Այս ֆոնին հանրությանը շարունակում է հետաքրքրել նաև ամենակարևոր ամենօրյա ծախսերի վրա ազդող կարևոր հարցերից մեկը՝ գազի սակագինը։ Սակայն կառավարությունում վստահեցնում են, որ այս պահին թանկացման վերաբերյալ որևէ որոշում կամ նոր զարգացում չկա։ Մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում սակագնի ավելացման մասով, մտահոգություններ, թույլ տվեք շատ փակագծեր չբացել, մեր ռիսկերը մենք կառավարում ենք, որովհետև այդքան էլ պատկերը այնպեսին չէ, ինչպեսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հասկից։ Չի ստացվի, որ եվրոպական գներ սահմանվեն նաև Հայաստանի համար։ Չեմ կարող ասել ինչ կստացվի, ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն։ Դադյան, դուք ասում եք վիճակը փոփոխություն։ Ոչ, հնարավոր փոփոխություն չկա, որտեղ մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում։ Երկարատև արձակուրդից վերադարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ։ Փաշինյանը խոսել է ընտրության նախնական արդյունքներից, արտաքին հարաբերություններից եւ ներքաղաքական զարգացումներից։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ-ի թեման։ Ինչ իրական տարաձայնություններ կան Երևանի եւ Մոսկվայի միջև, Հայաստանը վերջնականապես հեռանում է կառույցից եւ ինչու է Մոսկվան կրկին հիշեցնում կազմակերպության կանոնադրական պարտավորությունների մասին, այս եւ այլ հարցերի պատասխաններ Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերություններում լարվածության նոր փուլ է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է գործարկել կանոնադրության այն հոդվածը, որը վերաբերում է պարտավորությունները չկատարող անդամ երկրներին։ Չմասնակցելով ՀԱՊԿ-ին եւ ձևականորեն մնալով անդամ, միևնույն ժամանակ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։
Ընթանում են զորավարժություններ, գնվում է ռազմական նշանակության արտադրանք, ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում է իրականացվում թե ՆԱՏՕ-ի, թե Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի։ Լավրովի խոսքով Հայաստանը շուրջ 2 տարի չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին եւ նույնքան ժամանակ չի վճարում անդամավճարը։ Նրա խոսքով կազմակերպության բյուջեի նկատմամբ Երևանի պարտքը կուտակվում է եւ այժմ քննարկվում է կանոնադրության համապատասխան դրույթի կիրառումը։ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը 2 տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա կարող է զրկվել կառույցի մարմիններում ձայնի իրավունքից, ինչպես նաև քվոտավորված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից։ Նույն հոդվածը հնարավորություն է տալիս նաև կասեցնել տվյալ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ նույնիսկ հեռացնել կազմակերպությունից։ Ինչ է անելու Հայաստանը, եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանից։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն է արձագանքել։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել իգիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Ռուսաստանից հնչող հայտարարությունները միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու չգալու մասին չեն, նշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այլ այն մասին, որ ՀԱՊԿ-ը, ավելի ճիշտ Ռուսաստանը, դժգոհ է ստեղծված իրավիճակից եւ չի բավարարվի հնչող հայտարարություններով, նշում է զրուցակիցս։ Реально выясняться отношения. Իրականում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների պարզաբանումը տեղի կունենա ընտրություններից հետո, երբ ձևավորվի նոր կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ եւ նրանք կփորձեն քննարկել իրական խնդիրները։ Ոչ թե այն հարցը, որ Հայաստանը չի կարող ազդել ՀԱՊԿ որոշումների վրա, այլ հայ-ռուսական հարաբերությունների իրական խնդիրները։ Դա քաղաքական գործընթաց կլինի, կընթանա փակ աշխատասենյակներում, ոչ թե հրապարակային հարթակներում, ինչպես հիմա։ Եվ դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է լինելու, ոչ, չի լինելու։ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան, կա որոշակի ճգնաժամ, կան տարաձայնություններ, կան շահերի իրական բախումներ։ Այդ ամենը ճիշտ է։ Իսկանդարյանի խոսքով խնդիրը ծաղիկների արտահանման կամ հայկական արտադրանքի մեջ հայտնաբերված խնդիրների մասին չէ, ոչ էլ այն ծիրանի, որ դեռ չի աճել, բայց արդեն վատ է համարվում։ Խոսքն ավելի խորքային քաղաքական խնդիրների մասին է։ 7 տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր. ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար, բայց պետք է հասկանանք, ինչ պարտավորություններ ունեն երկուստեք։ Այս հայտարարությունից 6 տարի անց 2024 թվականի փետրվարին իմացանք, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իսկ մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը չբացառեց. Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ-ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին, որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ Ռուսաստանի պատասխանը չուշացավ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է համարվում Հայաստանի ինքնիշխան տարածքը։ ՀԱՊԿ-ի շուրջ խոսակցությունները գործիք են հայ-ռուսական հարաբերություններում հստակություն մտցնելու համար։ Քաղաքագետի խոսքով հետևանքներն այնքան կապված չեն ՀԱՊԿ-ի հետ, որքան ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամի։ Вы спрашиваете про последствия. Դուք հարցնում եք հետևանքների մասին։ Հետևանքները կապված չեն ՀԱՊԿ-ի հետ։ Հետևանքները կարող են կապված լինել ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամի հետ։ Այդ ճգնաժամը կապված է բազմաթիվ հարցերի հետ եւ դրանք հիմնականում տնտեսական ոլորտում են, ոչ թե անվտանգության։ Դրանք վերաբերում են հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը Ռուսաստան, ատոմակայանի ապագային, ով եւ ինչպես է այն կառուցելու, երկաթուղիների հարցին, տարանցիկ հաղորդակցություններին եւ այլ խնդիրների։ Այդտեղ են իրական խնդիրները։ Մինչ Երևանը շարունակում է սառեցված պահել իր մասնակցությունը կառույցին, Մոսկվան ավելի կոշտ ազդակներ է հղում։ Իսկ թե դրանք կվերածվեն գործնական քայլերի, թե կմնան քաղաքական ճնշման գործիք, կախված է արդեն հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններից։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Արտաքին քաղաքականությունից անցնենք մի թեմայի, որը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է նաև ներքաղաքական հարթակում։ Խոսքը վարժական հավաքների եւ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների մասին է։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը պնդում է, որ արձանագրվել են դեպքեր, երբ արտերկրից վերադարձած Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվել են ելքի սահմանափակումներ վարժական հավաքների գործընթացի շրջանակում, ինչը դուրս է օրենքով նախատեսված կարգավորումներից։
Ինչու է բանակը քաղաքականացվել եւ արդյոք փոխվել է համակարգի տրամաբանությունը, ռեպորտաժում։ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը, պնդելով, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները, պաշտպանության նախարարությունն ու ռազմական ոստիկանությունը գործնականում կիրառում են վարժական հավաքների ընթացակարգը որպես սահմանափակման միջոց քաղաքացիների նկատմամբ։ Նրա խոսքով վերջին օրերին արձանագրվել են դեպքեր, երբ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիներին արգելվել է լքել երկիրը։ Օրենքով ըստ Մանուկյանի ելքի սահմանափակում կարող է կիրառվել միայն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր գտնվում են քրեական հետապնդման տակ կամ ունեն օրենքով սահմանված այլ սահմանափակումներ։ Պարզվեց, որ ռազմական ոստիկանության պահանջով բազմաթիվ մեր հայրենակիցների ելք արգելվել է։ Իսկ ռազմական ոստիկանությունը տվյալ դեպքում զինվորական ծառայության 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կարող է արգելել։ Հիշում եք, այս օրերին իշխանության ներկայացուցիչների նախարարներ, պաշտոնյաներ սպառում են, ով գալիս է Ռուսաստանից միանգամից 25-օրյա վարժական հավաքների պետք է տանեն։ Մանուկյանը նաև հիշեցնում է, որ գործող օրենսդրությամբ վարժական հավաքների ծանուցումը պետք է իրականացվի սահմանված ընթացակարգով, էլեկտրոնային փոստով, արձեռն կամ ազդարար կետեյեմ հարթակով, եւ քաղաքացին միայն սահմանված ժամկետից հետո կարող է համարվել պատշաճ ծանուցված։ Մոտարվեց 15-20 օր է պահանջում, որպեսզի քաղաքացին համարվի, թե ծանուցագիր չի վերցնում կամ հրաժարվում է գնալ, որից հետո կարող են արդեն քրեական հետապնդում հարուցել։ Բայց մի քանի օր առաջ եկած մեր հայրենակիցներին ուղղակի արգելել Հայաստանի սահմաններից դուրս գալ նշանակում է իշխանությունը սպառնալիքներից անցել է գործնականացման։ Պաշտպանության նախկին նախարար Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով բանակի հիմնական առաքելությունը երկրի պաշտպանությունն է եւ այն չի կարող դիտարկվել որպես քաղաքական ազդեցության կամ ներգործության գործիք։ Նրա գնահատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացները ստեղծել են ընկալում, որ զինված ուժերի եւ դրա ենթակառուցվածքների գործառույթները որոշ դեպքերում դուրս են գալիս բացառապես պաշտպանական տրամաբանությունից։ Զորահավաքային պատրաստության պլանի համաձայն վարժական հավաքները պետք է դիտել որպես տուժ, ընդհանուր առմամբ բանակային ծառայությունը եւ նաեւ մոբիլիզացիայի համար ծառայությունը դա հպարտություն է, դա հայրենասիրական վսեմ հատկանիշների դրսևորում է երկրի պաշտպանության հարցերին։ Օհանյանի խոսքով վարժական հավաքները պետք է դիտարկվեն բացառապես որպես պլանային գործընթաց, որի նպատակը պահեստազորի պատրաստվածության ապահովումն է, ոչ թե այլ գործառույթ։ Նա ընդգծում է, որ այդ գործընթացներում ցանկացած շեղում սահմանված ընթացակարգերից կարող է ստեղծել սխալ ընկալումներ եւ հասարակական լարվածություն։ Օհանյանի գնահատմամբ խնդիրը ոչ միայն վարժական հավաքների կազմակերպման ձևաչափն է, այլ նաեւ այն, թե ինչպես են դրանք ընկալվում հանրության կողմից վերջին շրջանում ձևավորված քաղաքական մթնոլորտի պայմաններում։ Իշխանությունները բանակը քաղաքականացրել են մի քանի հանգամանքներից ելնելով, հաշվի առնելով վարժական հավաքներին ըստ իր նախընտրած տեխնացուի ընտրելու հաշվի առնելով, ովքեր որ ընդդիմադիր են, ընդդիմադիրներին տանում են հավաքների։ Նրա խոսքով զինված ուժերի ներգրավումը տարբեր հասարակական եւ քաղաքական գործընթացների համատեքստում առաջացրել է այնպիսի իրավիճակ, որտեղ բանակի նկատմամբ վստահությունը կարող է տուժել։ Օհանյանի դիտարկմամբ այսպիսի զարգացումները վտանգավոր են, քանի որ կարող են խաթարել բանակի որպես պետական ինստիտուտի չեզոք ընկալումը։ Գյումրիում ուժեղ անձրևն ու կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել։ 3 փուլով տեղացած կարկուտից ամենից շատը տուժել են քաղաքի Ղարիբջանյան փողոցում։ Տներից մեկը բառի բուն իմաստով հեղեղվել է անձրևաջրերով ու կարկուտով։ Տանտիրուհին պատմում է, որ ջուրը վնասել է տանգույքը, երեխաների մահճակալները, նոր վերանորոգված հատակը։ Գյումրեցիների հետ խոսել է իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ Գյումրին ու գյումրեցին սովոր են եղանակային անակնկալներին, բայց երեկվա տեսարանը զարմացրել է նույնիսկ նրանց։ Ամռան մի 3 կողմ վերածվել է իսկական աղետի, 3 տեղաց հորդառատ անձրևի եւ կարկուտի հետևանքով Գյումրին կաթվածահար է եղել։ Դե իսկ իմ թիկունքում կարկուտի հետևանքներն են, որոնք այսօր դեռ հավաքում են։ Նշեմ, որ 3 տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ոչ միայն քաղաքացիների տները, մեքենաները, այլ նաեւ քաղաքացիները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։ Գյումրիի քաղաքապետարանն աղետաբեր կարկուտի հետևանքները գրեթե մաքրել է փողոցներից։ Երթևեկությունը վերականգնվել է հայրաքաղաքում, բայց կարկուտի բերած սարսափելի հետևանքները դեռ չեն մաքրվել Ղարիբջանյան փողոցի բնակիչների տներից։
Ես վազելով եկա երեխաների մոտ, որպեսզի վերցնեմ այդ ընթացքում ավելի մոտապես մի 30 սանտիմետրի չափ կար էլի ջուրը։ Փոքրիկ 3-ամյա տղայիս վերցրեցի օրորոցից, սկեսուրս այդ պահին արդեն մեծ ջրի հոսք եղավ, երևի այդ ընթացքում կոտրվեց դուռը։ Այն, ինչ երեք այս ընտանիքն է ապրել, հոլիվուդյան ֆիլմ է հիշեցնում։ Ժանրը ֆանտաստիկա։ Ես երեխայիս հետ այսպես ընկա, այդ ջրի ամբողջ այդ ծավալ, երբ որ բարձրացա, ծավալը այնքան էր բարձր, որ կամոտը բարձրացել էր, կամոտը շրջվեց իմ եւ երեխայիս վրա։ Այդ պահին ես գրկեցի երեխային իհարկե, որ չվնասվի։ Կարկուտն ու անձրևը կոտրել են տան դռները, ապակիներն ու լցվել են երեխաների ննջասենյակ։ Այստեղ փոքրիկ տղաս է 3-ամյա, այստեղ դուստրես է 7-ամյա դուստերս, այստեղ 5-ամյա դուստերս էր։ Այսպես այդ պահին, որ ես տղայիս վերցրեցի, ջուրը միջև այստեղ էր, թափվում էր, բայց այդ երևի, որ մեկից մեծ հոսք եղավ, կոտրվեց ապակին կոտրվեց եւ այդ ամենը այսպես լցվեց, արդեն ամուսնուս հետ որ վերցնում ենք, միջև այստեղ ենք, տղայիս հետ այստեղ ընկա։ Թորների կյանքը փրկելիս ընտանիքի տատիկն ընկել կոտրել է ձեռքը։ Մայրը դստեր հետ խեղդվելուց է փրկվել։ Այ, այս հատվածում էր, սկեսուրս մոտեցավ, այստեղ կամոտ կար, այդ կամոտը ջրի այդ մակարդակը այնքան էր բարձրացել, որ կամոտը բարձր էր, լողում էր տան մեջ, այստեղ տղաս էր կիրկս, այդ շրջվեց իմ վրաս, այսպես ծածկեցի, սկեսրոջս հանձնեցի, ինքը տարա, որ մենք վերադառնանք երկու երեխաների հետևից, ինքը այստեղ ընկել էր, այդ պահին արմունկահոտը վնասելով։ Մի քանի րոպե էլ ուշ հասնեին երեխաների սենյակ, ողբերգությունը կանխել չէր ստացվի, սարսափն աչքերին է պատմում երեխաների մայրը։ Եթե այնպես ստացվեր, որ մենք քնենք, որտեղ մենք պատրաստում ենք արդեն քնել, երեխաները քնած էին։ Միգուցե եւ այդ ընթացքում ամբողջ ջուրը կլցվեր եւ երեխաներն էլ չեն կարողանա այդտեղից հանել։ Երեխաներն այս տանն այլևս ապրել չեն կարող, ժամանակավորապես այլ տուն են տեղափոխվել, բայց անդադար զանգում են մորն ու հարցնում ինչպես է զգում իրեն։ Երեխաների հիշողությունից միջադեպը ջնջելու նպատակով մայրն էլ ասել է ֆիլմ ենք նկարում, չվախենաք։ Արդեն երբ որ մոտեցանք, որ դուրս պետք է գայինք, դռները ներս էր փակվում եւ այդ ջուրը միջև մեր այս ատված արդեն փակել էր, դուռը փակվեց։ Եվ այդ ժամանակ կարելի ասել խոճապ սկսվեց իմ մոտ, մտածելով, որ եթե մի քիչ էլ բարձրանա, չենք կարողանա դուռը բացել։ Միլիոնների վնաս է կրել այս ընտանիքը։ Երկու հարկանի տան առաջին հարկը հիմնովին նորոգման կարիք ունի։ Դեպքի պահին փրկարար ծառայությունն է հասել օգնության։ Կողքի հարևաններն իրենց տան ջրհեղեղը թողել եկել են մյուսներին օգնելու։ Ինչ ասեմ, այս էր նոր ենք, որտեղ մի քանի տարի առաջ եղել էր ամբողջ պատերը, բոլորը քանդեցինք, նորից ամբողջը նորից վերանորոգեցինք, պատրաստվում ենք նոր վերանորոգման հաջորդը այստեղ էինք, որտեղ այստեղ էլ է շատ վնասված։ Մյուս տանտերերը, որոնք դեռ հավաքում էին աղետի հետևանքները, կատակելու սիրտ ունեին, ասում են, որտեղ Գյումրին, այնտեղ աղետ։ Վեդրոյի պարերն էր, սուսերով բարի պես։ Ոնցան արավիրք էր էլի։ Ես 68 տարեկանում ես առաջ անգամ նման բան տեսա։ Չէի տեսել։ Մեր տունը կոնկրետ, այս սպան մենք չենք տեսել, առաջի անգամ։ Ուրեմն կրիշի վրա այ 50 սանտի երևի փագեց դեմը լրիվ ու այդ ամբողջ ջուրը հետ տվեց։ Ու կրիշը մի քիչ պարկաստիրք ունի, երևի լեցեց հետ սար։ Ես նման բան չէի տեսել։ Գյումրու կոմունալ բաժնի փորձագետն ասում է աննախադեպ տեղումներ էին, նախկինում եկած կարկուտներն այս չափ վնաս չեն հասցրել։ Տարիներ քանի որ 5 կոմունալի տնօրենի մասնագետներից ենք, ունեցել էինք նման ախետալի մեծ մասշտաբի տեղումներ, բայց նախադեպը չէր եղել Գյումրի քաղաքում գիշերվա ժամին եւ մեծ քանակություն ջրի հոսքով հիմնականում ցածրադիր հատվածներում եղան ջրի մեծ կուտակումներ, դա կարգուտի մեծ քարակի կարգուտի դեպք էր։ Վնասներ, ինչպես նախորդ տարիներին նմանատիպ եղել է կամիններից, կարգուտից կտուրների, պատուհանների, ապակիների կոտրվել,
կարելի ասել, որ այս անգամ մենք այդպես մեծ վնասներ չունեցանք։ Քաղաքապետարանը շարունակում է մաքրման աշխատանքները, հավաքագրում է վնաս կրած քաղաքացիների տվյալները։ Բացի Գյումրի քաղաքից ահռելի վնաս են կրել նաև գյուղական համայնքները։ Մեր ունեցած տեղեկություններով հիմնականում գյուղական շրջաններն են մեծ վնասներ կրել, Աղոյրան համայնքներն, Ղարիբջանյանն է, Ազատանը, այդ կողմերը մեծ լուրջ վնասներ են կրել գյուղացիները։ Բերքը արդեն շրջանային տեղյակ ենք հիմա, գիտենք, որ շատ դուրս կորուստներ կա։ Գյումրիում, ինչպես Երևանում, ջրահեռացման համակարգի խնդիր կա։ Տարբեր ժամանակներում համայնքը դիմել է կառավարությանը հարցին լուծում տալու խնդրանքով, սակայն ապարդյուն։ Եղած համակարգն էլ հին է, ինչքան էլ մաքրենք, լուծում չի, ասում է քաղաքապետարանի աշխատակիցը։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Կարկուտը վնասներ է հասցրել նաև Գավառում։ Օդերթաբան Գագիկ Սուրենյանը հրապարակել է կարկուտի տեսանյութը։ Դիտենք։ Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքները զգացվել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհին։ Չարենցավանի հատվածում կամուրջ է փլուզվել։ Նախնական տվյալներով տուժածներ չկան, սակայն վնասվել է մի քանի ավտոմեքենա։ Ըստ փրկարար ծառայության փլուզման պատճառը հավանաբար կայծակի հարվածն է եղել։ Միջազգային զարգացումների մասին աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը գտնվում է վերջնականացման փուլում և կարող է ստորագրվել արդեն առաջիկա օրերին։ Իրանական կողմը ևս հաստատում է, որ բանակցություններում զգալի առաջընթաց կա, սակայն Թեհրանը միաժամանակ նշում է, որ գործընթացը բազմիցս բարդացել է Վաշինգտոնի փոփոխվող դիրքորոշումների պատճառով։ Միջազգային մյուս լուրերը Զարա Սարգսյանի ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրում մի քանի սկանդալային հայտարարություն է արել։ Նախ հայտարարել է, որ ժամեր անց ուժեղ հարված կհասցնի Իրանին, սակայն ժամեր անց հարված հասցնելու փոխարեն չեղարկել է հարվածները, հայտարարելով, որ համաձայնության են եկել Իրանի հետ։ Սակայն Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ թեև բանակցային տեքստի մեծ մասը վերջնականապես համաձայնեցված է, բայց Իրանը չի գնա զիջումների իր կարմիր գծերի հարցում։ Մենք այս հարցի շուրջ վերջնական եզրակացության չենք եկել, նշել է նա։ Հաջորդ սկանդալային հայտարարությունը. ոչ հեռու ապագայում մենք կվերցնենք Իրանի Խարկ կղզին եւ նավթային ենթակառուցվածքների այլ կարևոր օբյեկտներ, ստանձնելով նրանց նավթի եւ գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի դեպքում, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Մյուս սկանդալային հայտարարությունը, որն ավելի շատ մեղադրանք է, վերաբերել է քրդերին։ Մենք իսկապես քրդերին զենք ենք ուղարկել եւ անկեղծ ասած նրանք մեզ շատ են հիասթափեցրել։ Կարծում եմ նրանք զենքը պահել են իրենց։ Իմ կարծիքով դա խայտարակություն է, բայց ես դա կհիշեմ քրդեր, ես դա կհիշեմ, ասել է Թրամփը։ Այս սպառնալիքներին անդրադարձել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Սխալ ռազմավարություններն ու իմպուլսիվ որոշումները կհանգեցնեն իրավիճակի վատթարացմանը, կքայքայեն էներգետիկ ենթակառուցվածքն ու շուկաները եւ կստեղծեն անվերջ ճահիճ, որի մեջ դուք կմնաք տարիներ շարունակ։ Դուք կտեսնեք այլ Իրան, ասել է նա։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան Թրամփի հրավերով հունիսի 14-ին կայցելի Վաշինգտոն։ Այցի նպատակն է քննարկել տարածաշրջանային անվտանգությունը, Սիրիայի տնտեսական վերականգնումը եւ ամերիկյան գործող պատժամիջոցների վերացումը։ Ալ-Շարաան 7 ամիս առաջ է եղել Սպիտակ տանը։
Եվրոպական երկրների բնակիչների միայն 11%-ն է Միացյալ Նահանգներին համարում դաշնակից։ Սա պարզել է Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի հարցումը։ Նշվում է, որ սա պատմական նվազագույն ցուցանիշ է, որը նվազել է անգամ կես տարի առաջ գրանցված 16%-ից։ Հարցվածների մեծամասնությունը կասկած է հայտնել, որ հնարավոր հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կօգնի իրենց։ Հնդկաստանում ծայրահեղ շոկ եղանակ է, ինչի հետևանքով մահեր են գրանցվում։ Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում մայիսին օդի ջերմաստիճանը 48 աստիճանից բարձր է եղել։ Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն նման ծայրահեղ շոկի ընդամենը 1 օրն ամբողջ երկրում հանգեցնում է մոտավորապես 3400 մահվան։ Լույսեր, դրոններ, հրավառություն, 120,000 մարդ ներկա է եղել աշխարհի ամենաբարձր եկեղեցու Սագրադա Ֆամիլիայի աշտարակի բացման արարողությանը։ Նոր աշտարակն օրհնել է Հռոմի Պապը։ Տոնակատարությունը նվիրված է եղել բազիլիկի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյակին։ Միացյալ Նահանգներում էր ոստիկանական հետապնդումը մարտաֆիլմի կադրեր է հիշեցրել։ Ոստիկանները հետապնդել են 28-ամյա մի տղամարդու, որը մեծ արագությամբ ընթանալով փորձել է ազատվել ոստիկաններից, սակայն արագ վարելու հետևանքով նրա 4 ամսական երեխան դուրս է թռել մեքենայից։ Փոքրիկն ու մեքենայում եղած նրա մյուս երեխաները վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական h3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։